Անուն հոր եւ որդվո եւ հոգին սրբո ամեն։ Իրեն հրավիրողին էլ ասաց. երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի կանչիր քո բարեկամներին, ոչ քո եղբայրներին, ոչ քո ազգականներին, ոչ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն եւ քեզ հատուցում լինի, այլ երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին, կույրերին եւ երանելի կլինես, որովհետեւ փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն, եւ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը։ Երբ սեղանակիցներից մեկը այս լսեց, ասաց նրան. Երանի նրան, ով ճաշ կուտի Աստծո արքայության մեջ։ Եվ Հիսուս ասաց. մի մարդ ընթրիք սարքեց եւ հրավիրեց շատերին, երբ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց կանչելու հրավիրվածներին, թե եկեք, որովհետև ահա ամեն ինչ պատրաստ է, եւ ամենքը մեկ-մեկ սկսեցին հրաժարվել։ Առաջինն ասաց. ագարակ գնեցի եւ պետք է որ գնամ տեսնեմ, խնդրում եմ քեզ ինձ հրաժարված համարիր։ Եվ մյուսն ասաց. 5 լուծ եզներ գնեցի, գնում եմ դրանք փորձելու, խնդրում եմ քեզ ինձ հրաժարված համարիր։ Իսկ մյուսն ասաց. կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ։ Եվ ծառան եկավ եւ իր տիրոջը պատմեց այս։ Այն ժամանակ բարկանալով տանտերն իր ծառային ասաց. իսկույն դուրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները եւ աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին բեր մտցրու այստեղ։ Եվ ծառան ասաց. Տեր, ինչ որ հրամայեցիր, կատարվեց եւ էլի տեղ կա։ Եվ Տերը ծառային ասաց. դուրս եկ ճանապարհներն ու ցանկապատերի առաջ եւ մարդկանց այստեղ մտցրու, որ տունս լցվի, ասում եմ ձեզ, որ այդ հրավիրվածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի։ Տերը խոսում է, ասում է, երբ ընթրիք կանես, հրավերք կանես, մի հրավիրիր քո հարազատներին, բարեկամներին, ազգականներին, մերձավորներին, այլ հրավիրիր նրանց, ումից ոչ մի ակնկալիք չունես, որտեվ եթե դու հրավիրես քո մերձավորներին, իրենք էլ քեզ են հրավիրելու եւ արածդ հատուցելու են նույն այնպես ինչպես դու ես իրենց արել, բայց դու հրավիրիր նրանց, ովքեր քեզ հատուցելու ոչինչ չունեն, եւ Աստված քեզ կհատուցի այն օրը, դատաստանի օրը։ Այս խնջույքի մասին է, ընթրիքի մասին է խոսքը, բայց այս փոքրիկ դրվագի մեջ ընդհանուր խորհուրդ կա, որ այս կյանքում ինչ որ կանես, մի արա հաշվարկով, մի արա ակնկալիքով, մի արա շահի ակնկալիքով, այլ արա Աստծո սիրո համար, արա մարդասիրությունից դրդված, արա խղճիթ համար, արա ազնվորեն։ Ընկերություն ես անում, մի նայր, թե այս մարդը օգտակար է, թե օգտակար չի, որ ընկերություն անեմ։ Այլ նայր, այդ մարդը քո ընկերության կարիքն ունի, թե չունի, դու իր կարիքն ունես, թե չունես, այդ մարդուն սիրում ես կամ ինքը սիրո կարիք ունի, թե չունի։ Եվ ցանկացած մի բան, որովհետև ասում է ինչ որ կանեք, մի մտածեք, թե դուք ինչ որ մի մեծ բան եք արել, այլ արեք որպես անարժան ծառաներ եւ ինչ էլ որ կանեք, ասեք ընդամենայն եմ արել ինչ որ պիտի անեի, ես անարժան ծառա եմ, իմ պարտականությունն եմ արել, այն էլ թերևս ավելի վատ ենք արել, քան կարելի էր անել։ Այսինքն առաջի հատվածի խորհուրդը սրա մեջ է, որ մի արեք ոչինչ, ինչ որ ակնկալիքով, այլ արեք ամեն ինչ հանուն Աստծո եւ հանուն Աստծո սիրո։ Ասում է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այն 1914-16 թվականներին, մի գերմանացի զինվոր ծանր վիրավոր վիճակում գերի էր ֆրանսիացիների մոտ, Գերմանիան, Ֆրանսիան իրար հակառակորդ էին։
պատերազմում էին իրար հետ։ Եվ այդ գերմանացի զինվորը, որ գերի էր ֆրանսիացիների մոտ, շատ ծանր էր վիճակը, մահամերձ զինվոր էր եւ գտնվում էր զինվորական հիվանդանոցում, հոսպիտալում։ Եվ ասում եմ, մի բուժքույր կար, որ խնամում էր այս հիվանդին։ Շատ լավ էր խնամում եւ ամեն անգամ, որ երբ որ մի գործողություն էր անում այդ հիվանդի համար, ասում էր հանուն Հիսուս Քրիստոսի։ Երբ որ այդ հիվանդը ապաքինվեց, դուրս պիտի գրվեր հիվանդանոցից, արդեն այս բուժքրոցը եկավ ձեռքերը համբուրեց, ասեց. շատ շնորհակալ եմ, եթե դու քո խնամքը չլներ, ես հիմա կենթանի չէի լինի։ Ես կենթանի եմ քո խնամքի շնորհիվ, բայց մի հարց ունեմ քեզ։ Դու ամեն անգամ, երբ որ ինձ ինչ-որ մի ծառայություն էիր մատուցում, ինձ ինչ-որ կերպ օգնում էիր, ասում էիր հանուն Հիսուս Քրիստոսի, ինչու էիր այդպես ասում։ Այս բուժքույրը աչքերը լցվում է, ասում է. քո կրծքին մի հատ վզնոց է կախված, որ երբ քեզ բերեցին, դու երբ որ ուշքի եկար, ես հարցրի, ասի, ես որտեղից, ասիր ֆրանսիացի զինվորի վզից եմ հանել զոհված։ Այդ զոհված զինվորը իմ փեսացուն է եղել։ Ես մարդկորեն չէի կարող քեզ ծառայել, որտեվ դու իմ երջանկությունը խորտակել ես, բայց ինչ որ արել եմ, հանուն Հիսուս Քրիստոսի եմ արել, Քրիստոսի սիրո համար եմ արել, Աստծո առաջ եմ արել։ Հիմա մենք մարդկորեն ասում ենք, սա լավն է, նավատն է, սրան արժի անել, սա ինձ ժպտում է, սրան պետք է բարևել, սա ինձ ամեն անգամ խոժոր դեմք է ցույց տալիս, սրան պետք չի օգնել կամ սրա ձեռքից բռնել։ Սխալ է տենց, սխալ է տենց։ Ասում է օգնեք, Քրիստոսն ասեց հրավիրեք ում, կաղերին, կույրերին, հաշմանդամներին, աղքատներին, որոնք որևէ կերպ, որևէ ձեզ չեն կարող հատուցել ձեր արածների դիմաց։ Եվ ասում է, այդ դեպքում Աստված պիտի հատուցի դատաստանի օրը, երկնքում պիտի հատուցում ստանաք այդ ամեն ինչի դիմաց։ Այն ինչ որ այս աշխարհի մեջ անում եք, ինչ որ հատուցման ակնկալիքով, այս մարդը օգտակար է, այս մարդը այնտեղ աշխատում կարա ինձ օգտակար լինի։ Այս մարդը այս մարդը թաղապետարանում է, այս մեկը կադաստրում է, այդ մեկը չգիտեմ ոստիկանությունում է, այն մեկը նախարարությունում է։ Այտենց արած ձեր արածների դիմաց իրանք էլ ձեզ ինչ որ մի բան պիտի անեն ու հատուցումը ստացաք, այլևս Աստծուց ակնկալիք չունեք, որտեվ հանուն Աստծո չարեցիք։ Ձեր նեղ մտայնության մեջ գործեցիք, այդ նեղ մտայնության մեջ էլ պիտի ստանաք այդ նեղ աշխարհի մեջ, ինչ որ այս աշխարհինն է։ Խնդիր կա։ Մենք բոլորս էլ մարդ ենք։ Բոլորին հավասար աչքով չենք նայում։ Մեկի նկատմամբ ավելի լավ ենք տրամադրված, դրական ենք։ Մեկի նկատմամբ ավելի վատ ենք տրամադրված, բացասական ենք տրամադրված։ Պիտի փորձենք այդ ամեն ինչը հաղթահարել մեջից, որտեվ թե մեկը, թե մյուսը Քրիստոսի պատկերն են, թե մեկի մեջ, թե մյուսի մեջ Աստված է բնակվում։ Եվ ասում է, սրան չարեցիր, ինչ որ պիտի անեիր, ինձ չես արել, Քրիստոսն է ասում ավետարանում։ Այն կարիքավորին, այն աղքատին, այն կաղին, այն հաշմանդամին չօգնեցիր, ինձ չես օգնել։ Քրիստոսն է ասում։ Որտև ասում է, ես բոլորի մեջ եմ, ես ամեն մարդու կերպով կարող եմ քեզ այցելել, և դու պիտի պատրաստ լինես բոլորին օգնելու։ Հենց որ մենք միշտ փորձենք ավետարանի խոսքերը մեր մտքում, մեր սրտում արթուն պահել և միշտ այդ մասին մտածել, որևէ մարդ, որ մեր կյանքում հանդիպում է մեզ, մեր առջև է դուրս գալիս, մեր ճանապարհին է լինում, մենք միշտ մտածենք, և սրա մեջ Քրիստոս է բնակվում, և Քրիստոսն է միգուցե այս մարդու միջոցով այսօր այցելում ինձ։ Քրիստոսն է այս մարդու բերանով ինձանից մի բան խնդրում։ Այդ ժամանակ մենք շատ ավելի այլ կերպ կվարվենք, քան թե երբ որ մենք մեր խելքով, մեր մտքով, մեր մտայնությամբ վարվենք։ Որտև Քրիստոսն ասում է, ինչ որ արեցիք սրանց, ինձ եք արել։ Եկեղեցական հայրերն ասում է, աղքատին ողորմություն տվողը Աստծուն փող է տալիս։
Այսինքն եթե մենք աղքատին մի բան ենք տալիս, ողորմություն, դա փոխ է, պարտք է տված Աստծուն, որ Աստված պիտի հատուցի մի օր այդ մարդուն։ Որտեղ? Երկնքում։ Քանի որ խնջույքի իրավիճակում էր Քրիստոս այս բաները խոսում, Քրիստոսին հրավիրել էին ճաշի եւ այնտեղ էր այս բաները խոսում, մեկն էլ ասեց երանի նրան, ով հաց կուտի երկնքի արքայության մեջ, ով կճաշի երկնքի արքայության մեջ, եւ Հիսուս Քրիստոս առակ պատմեց, ասեց մի մեծահարուստ մարդ, մի մեծատուն մարդ խնջույք կազմակերպեց եւ մարդկանց հրավերք էր ուղարկել, որ իր խնջույքին գան մասնակցեն։ Եվ երբ որ խնջույքը պատրաստ էր, ամեն ինչ պատրաստ էր, ծառային ուղարկեց, ասեց գնա կանչիր այդ մարդկանց։ Եվ ծառան գնաց եւ ասում է հրավիրվածները մեկ առ մեկ սկսեցին հրաժարվել։ Մեկն ասեց ագարակ եմ գնել, պիտի գնամ ագարակս նայեմ։ Մեկն ասեց եզներ եմ գնել, պիտի գնամ եզներս փորձեմ։ Մեկն ասեց ամուսնացել եմ։ Ու տենց հերթով հրաժարվեցին։ Եվ պատմության շարունակությունը գիտենք։ Երբ որ ծառան վերադարձավ ասած, տանուտերը բարկացավ եւ ասեց այդ մարդիկ արժանի չէին իմ տունը մտնելու։ Գնա փողոցներում ում կգտնես, հավաքի բեր, թող գան լցվեն իմ տունը, մեր խնջույքը պիտի կայանա։ Անկախ նրանից այդ մարդիկ կգան թե չեն գա, մեր խնջույքը պիտի լինի, մեր ճաշկերույթը պիտի լինի, ուրիշները կգան իրենց տեղը կլրացնեն։ Իհարկե, այս առակի բազմաթիվ մեկնություններ կա, որպես թե հրավիրվածները հրյաներն էին, այն հետո փողոցներից հավաքվածները հեթանոսներ։ Այդ խնջույքը, որ պատրաստված է, այդ ճաշկերույթը, որ պատրաստված է, երկնքի արքայությունն է։ Այդ խնջույքը, այդ ճաշկերույթը սուրբ պատարագն է, որին հրավիրված են ովքեր, բոլորը անխտիր։ Ինչքան մարդ ապրում աշխարհի մեջ, Աստված բոլորին հրավիրել է իր արքայություն մտնելու։ Ասում է կանչվածները շատ են, բայց ընտրյալները քիչ։ Աստված չի ընտրում մեջներից, որ քիչ են։ Իրենք իրենց են ընտրում մարդիկ։ Մարդը ասում է գործ ունեմ, չեմ կարող գամ պատարագի։ Մարդն ասում է հիմա ես շատ զբաղված եմ, տուն առնելու խնդիր ունեմ, երեխեքին կրթության տալու խնդիր ունեմ, երեխեքին պսակելու խնդիր ունեմ, հետո թորներին ապահովելու խնդիր ունեմ, հետո ծորներին ապահովելու խնդիր ունեմ, ես ժամանակ չունեմ Աստծով զբաղվելու, ավետարան կարդալու, աղոթ կանելու, եկեղեցի գնալու, ես ժամանակ չունեմ, այդ երևի պարապ մարդկանց գործն է։ Իսկ եկեք ամեն մեկս մի հատ մտածենք, այս աշխարհի մեջ կա պարապ մարդ, կա մարդ, որը հոգսեր չունի, կա որ տուն չունի, տեղ չունի, ընտանիք չունի, երեխա չունի, նույնիսկ եթե դրանք չունի, ուրիշ լիքը հոգսեր ունի, անհոգ մարդ չկա։ Բա ոնց է, ոմանք կարողանում են այդ հոգսերը ծալել, դնել դարակում ու ասել ես պիտի գնամ պատարագի։ Այդ հոգսերը ծալել դնել դարակում ու ասել ես պիտի Աստվածաշունչս կարդամ, ես պիտի առավոտյան երեկոյան աղոթքներն անեմ, ես պիտի գնամ ծերանոց ծերերին այցելելու, որտեվ բարին է դա 300 մարդ Աստծո պատկերով սպասում են թե ով իրանց կայցելի, որ հետո Քրիստոսն ասի ծերանոցում էի ինձ տեսնելու չեկար, բանտում էի ինձ տեսնելու չեկար, սոված էի ինձ հաց չտվեցիր։ Գիտեք, մենք պիտի կարողանանք իրարից զանազանել կարևոր երկրորդականից։ Անկասկած, ագարակը պետք է մարդուն, եզները պետք են մարդուն, կինը պետք է մարդուն, տունը տեղը ամեն ինչ պետք է մարդուն։ Բայց մի օր, եթե նույնիսկ մեկ չէ 100 ագարակ ունենաս, մի հատ ես չէ, 1000 հատ ես ունենաս, պիտի թողնես այդ ամեն ինչը ու գնաս կանգնես Աստծո առաջ։ Եվ այս հրավերքը մեզ բոլորիս է ուղված, բայց մենք տարբեր պատրվակներով, տարբեր ձևերով ուշացնում ենք, մերժում ենք, ասում եմ ես հələ ջահել եմ, ես մի քիչ էլ ես կյանքը վայել եմ, հետո երբ որ կծենանամ, ձեռից ոտից կընկնեմ,
էլ ի վիճակի չեմ լինելու կյանքը վայելելու, այն ժամանակ կգնամ Աստծո մոտ, կգնամ ապաշխարելու։ Հիմա ինձ Աստված պետք չի, հիմա ինձ այս աշխարհն է պետք։ Հենց որ ժամանակս հասնի այս կյանքից գնալու, նոր Աստված ինձ պետք կլինի, նոր կգնամ Աստծո մոտ։ Չի լինի տենց բան։ Որտեվ ինչ ասեց տանուտերը, ասեց այդ հրավիրվածները արժանի չեն, այլևս դրանք իմ ընտրիքից չեն ուտելու, ուրիշներին պիտի կանչեմ, ուրիշներին պիտի բերեմ, եւ գնաց ուրիշներին բերեց, լցրեց իր խնջույքը։ Մեկը երկնքի արքայությունը, Աստծո խնջույքը, Սուրբ Պատարագը պիտի կայանա։ Ով կմտնի, նա էլ կլինի հրավիրված, ով կմտնի, նա էլ կճաշակի, ով չի մտնի, ով կմերժի, նա էլ կմնա դուրս։ Դեկտեմբերի 7-ն է ժողովուրդ, 1998 թվականի դեկտեմբերի 7-ին մի մեծ ահավոր երկրաշարժ եղավ Հայաստանում, Սպիտակի երկրաշարժը, որի ընթացքում մոտավորապես ասում են 25 կամ 30 հազար մարդ զոհվեց։ Մնացին փլատակների տակ, զոհվեցին այդ մարդիկ։ Եվ ահագին մարդիկ էլ խեղվեցին, հաշմանդամ դարձան, երկրաշարժները բնական երևույթներ են, բնական աղետներ են։ Բայց այդ զոհերը պատճառը մենք էինք։ Ինչի համար, որովհետև հենց այդ նույն ժամանակներում Սպիտակի երկրաշարժից կարճ ժամանակ հետո գրեթե նույն ուժգնությամբ երկրաշարժ եղավ Ամերիկայում։ Ինչն էր տարբերությունը, ինչի մեր մոտ 25-30 հազար մարդ զոհվեց, այնտեղ մի քանի տասնյակ մարդ զոհվեց։ Մեր գործերը փուլ եկան մեր գլխին, որովհետև ուրիշ կերպ ենք մտածում, որովհետև նյութական ենք մտածում, որովհետև մտածում ենք միայն նյութականի մասին, Աստծո մասին չէինք մտածում, չէինք աղոթում, հոգևոր կյանքով չէինք ապրում։ Մի մարդ շինարար է, բայց արդեն ծերացել է, հոգնել է, այդ իր գործի տիրոջը մոտ, որ ինքը աշխատում է, ասում է արդեն ուզում եմ թողնել աշխատանքը, հոգնել եմ, թոշակի եմ ուզում գնամ, ուզում եմ թողնել աշխատանքս, գործի տերն ասում է, մի հատ խնդրանք ունեմ, այս վերջի տունը կառուցի ու գնա, խնդրանք սա, որ այս վերջի տունը կառուցես, նոր գնաս, այս մարդն էլ շտապում է, ուզում է թոշակի գնա, արագ այդ վերջի տունը կառուցում է, ինչ ընկնում է ձեռի տակ դնում է, այսինքն չի ընտրում բաները, շինանյութերը լավն են, վատն են, պիտանի են, անպիտան են, այնքան ասում է շուտ վերջացնեմ գնամ, արագ կառուցում է, որ վերջացնում է գալիս է, բանալին բերում է, տիրոջը ասում է, հեսա պատրաստ է արդեն, տունը բերել եմ, այս բանալին քեզ, ասում է ես այդ տունը քեզ եմ նվիրում, որ դու այսքան տարիներ իմ մոտ աշխատել ես, ես որոշել էի քեզ նվեր անել եւ քեզ համար, այսինքն այդ մարդը այդ ամբորակ տունը իր համար կառուցեց։ Մենք այդ ամբորակ շենքերը մեզ համար կառուցեցինք եւ այդ շենքերը փուլ եկան մեր գլխին։ Այդ ժամանակ ով որ պրարաբեր, ով որ մի քիչ ավելի բարձր էր սուի պետ էր, ով որ տրեստի կառավարիչ էր, այն ժամանակվա չափանիշներով դրանք շատ հարուստ մարդիկ էին։ Ինչի՞, որովհետև այդ շենքը կառուցելուց պիտի շինանյութերի մի մասը գողանային, վաճառեին, ցեմենտը գողանային, ամրանները այդ մետաղական գողանային, որ գողանաս պակաս տնես, շենքն էլ փուլ կգա մի օր։ Բայց շենքի համար հատկացված է այնքան, ինչքան որ պետք է, որ այդ շենքը կանգուն մնա։ Եվ մեր բոլոր շենքերն ու տները եղան անորակ, դրա համար էլ փուլ եկան մեր գլխներին, որտեվ մենք ինչ որ անում ենք Աստծո առաջ չենք անում։ Ասում է արա ուրիշին այն, ինչ որ կուզես ուրիշը քեզ անի։ Եթե դու կոշիկ ես կարում, ընենց կարի այդ կոշիկը, որպես քո համար ես կարում։ Եթե տուն ես կառուցում, ընենց կառուցի, որպես քո համար ես անում։ Եթե դու բժիշկ ես, ընենց մոտեցի հիվանդին, ոնց որ կուզենայիր, որ քեզ մոտենային, եթե դու հիվանդ լինես։ Եթե դու քահանա ես, մարդու համար ընենց աղոթիր, ոնց որ կուզենայիր, եթե քեզ համար մի ուրիշ քահանա աղոթեր։
Եվ ավետարանական այս հատվածների հիմնական տեխը էս է, որ մենք մտածենք ժողովուրդ ջան, մեր չարիքները տեղից է գալիս, որ մենք տարբերակում ենք, այսինքն հացի փռում աշխատողը երկու հատ հացը լավ թխի, ասի ես տանեմ իմ տուն, այս մնացած հացը մեր տուն չի գնալու, ով ուտելու է ուտի, ոնց ուզում է թող լինի, այտենց ոնց կլինի բա։ Աստված եթե այտենց վերաբերվեր, մենք չենք փրկվի։ Աստվածը այտենց չնայեց մեզ։ Աստված մեզ համար խնջույք կազմակերպեց։ Եվ այդ խնջույքի կերակուրը ինքը դառավ։ Ինքը իրեն զոհաբերեց եւ որպես կերակուր իր մարմինն ու արյունը տվեց մեզ, մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Մենք սենց ենք վերաբերվում, մենք սենց ենք նայում։ Երբ որ մենք սկսենք գոնե մի քիչ սենց մտածել, մի քիչ սենց ապրել, մեզանում շատ բան կփոխվի։ Թե մենք, թե մեր ընտանիքները, թե մեր շրջապատը, թե մեր հասարակությունը ուրիշ կերպ կսկսի ապրել։ Եթե մենք ամեն մեկի մեջ տեսնենք Հիսուս Քրիստոսին, որ եկել է մեր առաջ, եւ մեզանից ինչ որ բան է ուզում։ Ոչ միայն այս աշխարհը կփոխվի, այլ մենք բոլորս նաեւ երկնքում վարձք կունենանք։ Ավետարանի այն խոսքի համաձայն, որ ասում է, եթե մեկին մի բաժակ ջուր ես տվել Քրիստոսի անունով, երկնքում վարձքդ չես կորցնելու։ Աղոթենք եւ հավատանք, որ Աստված իր ողորմությունը կանի։ Ինքը հավատարիմ է, մենք ենք անհավատարիմ։ Ինքը միշտ պատրաստ է մեզ օգնելու, մենք ենք հեռանում իրանից, մենք ենք երես դարձնում Աստծուց, մնանք Աստծո հետ։ Հավատանք Աստծուն, հավատանք աղոթքի զորությանը, հավատանք աղոթքի ներգործությանը եւ ապրենք մեր կյանքը ոչ որպես ժամանակավոր մարմնավոր, այլ որպես հավիտենական, հոգեվոր կյանք ապրենք մեր կյանքը։ Թող Աստված մեզ օգնական պահապան լինի։ Այս ամեն ինչը նրա համար չի, որ մենք տխմենք ու տրտմենք, այս ամեն ինչը նրա համար է, որ մենք ուրախանանք ու ցնցանք։ Երբ որ հիվանդը գնում է բժշկի, բժիշկները բաներ են անում, դեղ են տալի, որ տհաճա, գործողություն են անում, որ ցավա պատճառում իրան, ինչ որ բաներ են անում, որ այդ պահին տհաճա թվում, բայց ինչի համար են անում, որ այդ մարդը առողջ լինի։ Այս ամեն ինչը նրա համար է, որ մենք հոգով առողջ լինենք։ Հա, թող մեզ տհաճ չթվա այս, թող թվա սա որպես մեծ բժշկության միջոց առողջանալու հոգևոր եւ Աստծուն հաճելի լինելու։ Թող Աստված օգնական պահապան լինի բոլորիս ամեն։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքից հետ լինի։